Կիրակի օրը Հովանավանքում տեղ ունեցավ հերթական ապօրինի միջոցառումը եւ հերթական անգամ Փաշինյանական վարչախումբը չկարողացավ մոբիլիզացիոն ռեսուրս կենտրոնացնել եւ պետք է փաստել, որ հավաքը բավականին սակավաթիվ էր։ Մենք ֆիքսեցինք, որ այդ հավաքից անմիջապես հետո վարչախումբը բռնաճնշումների նոր ալիք սկսեց արդեն վեհապարի նկատմամբ, ձերբակալելով նրա եղբորը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ ԱԺ նախկին падգամավոր Նաիրա Կարապետյանի հետ, Տիկնիկ Կարապետյան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սպասելի էր արդյոք, որ Հովանավանքում հերթական տապալված միջոցառումից հետո Փաշինյանը նորից դիմելու է ոստիկանական գործողությունների։ Այն ինչ այսօր կատարվում է Հովանավանքում, ունի պարզ բառարանային ձևակերպում, դա աղանդավորությունն է։ Եվ Փաշինյանը, քանի որ ունի սևեռուն միտք եւ երբ ինչ-որ մի բանի վրա սևեռվում է, հետ չի կանգնում, այո, սպասելի էր։ Եվ ես ուրախ եմ, որ նա երկրորդ անգամ դիմեց այդ քայլին եւ երկրորդ անգամ փաստորեն փաստեց, որ այդքան էլ մեծ չեն իր հետևորդները, այդքան էլ մեծ չեն մարդիկ, ովքեր պատրաստ են ընտանեկան նզովքի տակ մտնել եւ Աստծո դռան մոտ գնալ այնպիսի միջոցառումներին, ինչպիսին գնում են։ Ինչ է կատարվում Հովանավանքում, հա, դպիրներից եւ սարկավակներից սկսած կեղծ են։ Կարգալույց աշխարհիկ մարդը կարդում է սաղմոսներ, տալիս է դաջվածքներով, ինչ որ անհասկանալի պահվածքներով, եկեղեցիում ծափեր են հնչում վարչապետին ուղղված, այսինքն այն ամենը, ինչ կատարվում է այսօր Սաղմոսավանքին, ես Մայրաթորի հետ լիովին համաձայն եմ, պղծում է վանքը եւ վանքը ենթակա է վերասրբահոցման։ Սակայն վերադառնանք Նիկոլ Փաշինյանի իր դեմ դրած նպատակին եւ այդ նպատակից հետ չկանգնելու իր այդ քայլերին, հա, տեսեք, ինչ է անում Փաշինյանը։ Փաշինյանը փորձում է քայլ-քայլ, կաթիլ-կաթիլ ժողովրդի մեջ մտցնել այդ միտքը, որ ոչ թե Տեր Արամն է կարգալույց, այլ կարգալույց է ամենայն հայոց կաթողիկոսը, ինչ որ հղումներ է անում տարբեր կանոնագրքերի, վարում է իրեն այնպես, ինչպես չպետք է վարի Հայաստանի Հանրապետության վարչապետ, այսինքն ըստ սահմանադրության նա չպետք է միջամտի եկեղեցական կարգերի մեջ։ Նա անում է ճիշտ հակառակը։ Հիմա հարց, եթե անգամ դիցուկ ինչ որ վերացական պատկերացնենք, որ կաթողիկոսը ունի կատարած քայլեր, որոնք չպետք է կատարեր, իսկ Փաշինյանի կատարած քայլերը ենթարկվում են սահմանադրությանը, թե ոչ։ Նա իրեն պահում է որպես վարչապետ, որպես մարդ, ով պետք է պահպանի եւ հետեւի սահմանադրության անշեղորեն կիրառմանը։ Իհարկե ոչ։ Այս 7.5 տարիների ընթացքում սա հերթական ապացույցն էր, որ կկրկնեմ Հակի կողմից հնչեցրած արտահայտությունը, բռնաբարվում է մեր սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանին աջակցող եւ նրան ուղեկցող մարդկանց թիվը գնալով պակասում է, ինչը այո ուրախալի է, մենք շատ ենք տեսել նաեւ տարբեր սոցիոլոգիական հարցումներում, որ նա չի վայելում այն մեծ սերը եւ թավիշը, որը ժամանակին եղել է, բայց եւ չպետք է տրվել պատրանքների եւ հասկանալ, որ ժողովուրդը սպասում է այլընտրանքի, ժողովուրդը սպասում է լուրջ, ծրագրային եւ ուժ իրենից ներկայացնող միասնական ընդդիմության քայլերին։ Վերադառնալով Փաշինյանին, այստեղ եւս շատ կուզեի մենք խոսեինք այս կիրակի Թալինում տեղի ունեցող սպասվելիք միջոցառմանը, որին եւս լծվել են ԿՊ-ականները, ես ինքս կարդացել եւ զվարճանքից բացի ուրիշ ոչինչ չեմ ապրել Թալինի վարչական ղեկավարի գրառումներից, ով տարական եկեղեցական գիտելիքներ չունի եւ չի հասկանում, որ հավատացյալ ժողովուրդը կոչվում է հոտ եւ վիրավորվում է այդ բառից, սա խոսում է մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված են հանձնարարություն կատարողները։ Նրա շուրջ չկա հավատավոր ժողովուրդ, այսինքն նրա արշավը եկեղեցու դեմ ի սկզբանե տապալված է։ Տեսեք, ըստ էության այդ տապալված միջոցառումից հետո
ես նշեցի, որ ձերբակալվեց վեհապարի եղբայրը եւ արդյոք մենք սպասենք նոր ձերբակալումների։ Ձերբակալությունները այն միակ գործիքն են մնացել, որին տիրապետում է Նիկոլ Փաշինյանը եւ տիրապետում է բավականին լավ։ Ձերբակալություններով նա կարողանում է լրացնել, նա կարողանում է ինչ-որ իր պատկերացումով վախեր պատճառել, ահաբեկել եւ հեչ պատահական չէ, վստահ եմ դուք եք նայել տեսանյութը, որ վեհապարի եղբայրը, եղբոր որդին ուղակի զրուցում են քաղաքացու հետ, այնտեղ չկա հանցակազմ, չկա բռնություն, ամեն դեպքում տեսանյութից պարզ երևում է եւ այստեղ ցավը մեր պետության կործանման կայանում է նրանում, որ այն կառույցները, որոնք պետք է որ լինեին անկախ, ենթարկվում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմաճույքներին, այսինքն քննչական կոմիտեն լուրջ դեմքով ուսումնասիրելով այդ տեսանյութը միջնորդում է կալանավորման։ Բնականաբար, եթե այդ քաղաքացիները, ում հետ կատարվեց զրույցը, չլինեին վեհապարի եղբայրը եւ եղբոր որդին, նրանք այսօր կալանավորված չէին լինելու։ Նույնը կարող եմ խոսել 40-ից ավել քաղաքական բանտարկյալների Հայաստանում իրենց մասին, որովհետեւ եթե այդ մարդիկ չարտահայտեին ընդդիմադիր մտքեր, նրանք կալանավորված չէին լինելու։ Բռնապետությունը կներեք ուղիղ բառիս համար պոզով պոչով չի լինում։ Բռնապետությունը կալանքների, ճնշումների, բռնաճնշումների, սարսափի, վախի մթնոլորտի տարածումն է այլախոհների հանդեպ։ Այն ինչին այսօր գնում է Փաշինյանը։ Իսկ թե ինչու է նա գնում դրան, կարծում եմ նա իր մեծ օրակարգի, այսինքն այլ ուժերի կողմից ստացած հանձնարարությունների ճանապարհն է, որով նա փորձում է խոչընդոտները վերացնել։ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը ձեզ միայն Փաշինյանի օրակարգն է, թե այն ավելի ընդգրկուն տեսք ունի։ Բնականաբար դա ընդգրկուն տեսք ունի, որովհետև ինչ որ զարմանալի զուգադիպությամբ արշավը սկսվեց Ադրբեջանի հոգևոր հովիվի, այդ Ալաշուքյուր Փաշազադեի ելույթներից հետո եւ Փաշինյանի կողմից ոնց որ շարունակվեց գիծը։ Տեսեք, հայ առաքելական եկեղեցին այն հիմնասյուներից է, որը մեզ պահում է մեր ազգային ինքնությունը։ Նպատակ է դրված Հայաստանը դարձնել անդեմ պետություն։ Անդեմ պետություն ունենալու համար պետք է մենք չունենանք ինքնություն, այսինքն լեզու, պատմություն, հիշողություն եւ բնականաբար հավատք, որը միավորում է։ Այս իմ թվարկած 4 բոլոր գործոնների հանդեպ այսօր գնում է ծրագրավորված, մտածված, ճիշտ է, ինչ որ սպոնտան լույսի տակ ներկայացվող լուրջ աշխատանք։ Միայն ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ներկա վիճակը, եթե զբոսնեք տեսնեք այնտեղ ինչ է կատարվում, ներկայացվեց, որ անշնորհք աշխատանք է կատարվել, չէ, ինչ որ բանվորները կոտրել են քարերը, ոչ, մտածված, քանդվել է մեր հուշահամալիրը, ռուսները լավ խոսք ունեն ռազվեդկա բոյեմ, այստեղ փորձում են տեսնել, թե որն է այդ զգայուն կետը, մինչև որ մենք կարող ենք հանդուրժել, մինչև երբ մենք կարող ենք լռել եւ մենք կարող ենք կուլ տալ։ Նիկոլ Փաշինյանի կողմից կրկնում եմ, գնում է այսօր Հայաստանի Հանրապետության, Հայաստանի էթնոսի փոխակերպում անդեմ այլ սկզբունքներով եւ այլ արժեքներով ապրող զանգվածի կոպիտ բառ եմ ասում, չեմ էլ կարող ասել ազգաբնակչության, որովհետև ազգաբնակչությանը եւս կապում են գաղափարներ եւ ընդհանրություններ։ Մենք պետք է դառնանք իր կողմից այդ հորինված եւ բազմիցս չարչարկված խաղաղության խաչմերուկում ինչ որ մի կետ, որտեղ կլինեն զվարճանքի վայրեր, հա, ասենք խաղատներ, ինչ որ այլ տեղեր, թմրամիջոցներ մեր մոտ կսկսեն շրջանառվել, գումարներ կսկսեն լվացվել, այսինքն մենք կդառնանք կեղտոտ խաչմերուկ, եթե շարունակենք մնալ, եթե լինի խաղաղ։ Կլինի ինչ որ մի տեղ, որտեղ հավատացեք,
Մեզպես մարդիկ չեն ուզենա ապրել եւ ունենալ դաստիարակել սերունդներ։ Մենք գնում ենք այդ ճանապարհով եւ դա չտեսնելը ուղղակի կորություն է։ Տիկին Կարապետյան, վերջերս Հայաստանը ժամանել ադրբեջանական, այսպես ասած, քաղ հասարակության ներկայացուցիչների խումբ, որի կազմում էր Դիլարա Էֆենդեևա անունով պերսոնաժը, ով ոչ ավելի ոչ պակաս հանդիսանում էր այդ բլոկադայի կազմակերպիչներից մեկը, Արցախի բլոկադայի եւ պսևդո ակտիվիստների կազմակերպիչներից էր նա եւ երբ որ սկսվեց Արցախի բլոկադան, նա անձամբ էր այնտեղ գտնվում եւ կազմակերպչական լուրջ աշխատանք էր տանում Լաչինի միջանցքը արգելափակելու շուրջ։ Փաստացի մենք հասանք այն օրվա, որ մեզ ցեղասպանողներին մենք այսօր ոչ թե Նեմեսիսի օրինակով ոչնչացնում ենք, այլ առօր-փառոք Երևանում ընդունում ենք։ Ընդունում, հյուրասիրում, ապահովում անվտանգությունը։ Իմ ասածը հենց այդ մասին է։ Ադրբեջանը մեր հանդեպ անում է փոքր եւ մեծ քայլեր եւ տոնում է փոքր եւ մեծ հաղթանակներ։ Այդ փոքր հաղթանակներից մեկը այսպես կոչված այս նշանային նվաստացումներն են, որին մենք ենթարկվում ենք եւ ենթարկվում ենք լուր։ Բնականաբար իրենց կողմից ընտրված պատվիրակությունը պատահական չի եղել եւ բնականաբար ընդունող կողմը տեղյակ է եղել եկողները ովքեր են։ Այսպիսի փոքր քայլերից հետո կլինեն մեծ քայլեր։ Գիտեք, այս օրինակի վրա ես կուզեի նաեւ գուցե հետագայում խոսենք, բայց փոքր անդրադարձ անենք Եվրանեստի համաժողովին, որ այստեղ տեղի ունեցավ լիագումար նիստին, ի թիվս այլ պատվիրակների Երևան էր ժամանել Վոլոդիմիր Արիևը, Ուկրաինայի падգամավոր, ինչու եմ ուզում նրան առանձնացնեմ, նա իր սոցիալական կայքերում նկարներ էր հրապարակել, գրել էր, որ բավականին համեղ սնունդ է Հայաստանում բավականին գեղեցիկ երկիր է, մարդիկ հյուրընկալ են եւ այլն։ Վոլոդիմիր Արիևը այն մարդն էր, որ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում գրում էր զեկույց մամուլի ազատության մասին, Ադրբեջանում մամուլի ազատությունը նա որակավորում էր որպես շատ ազատ եւ այնտեղ իբրև բացասական կարմիր գծով նշվում էր, որ Հայաստանի կողմից օկուպացված են Ադրբեջանի տարածքների 20%-ը եւ մոտ միլիոնից ավել փախստականներ, այսինքն թեմա, որը որևէ կապ չուներ մամուլի ազատության հետ, այդ մարդը Ադրբեջանի պատվերով գրել էր եւ ներկայացնում էր 46 երկրների կողմից վավերացման եւ մեզ հետ հանդիպումների ժամանակ նա առանց թաքցնելու, երբ մենք առաջարկում էինք փոփոխություններ անել եւ Արցախի մասը հանել, նա ասում էր, որ ես պետք է խորհրդակցեմ Ադրբեջանի պատվիրակության հետ, եթե Ադրբեջանի պատվիրակությունը թույլ տա, ես կհանեմ, անգամ ոչ ֆորմալ հանդիպում է եղել մեր պատվիրակության, Ադրբեջանի պատվիրակության եւ նրա միջև ասածս վկայում է միայն մի բան, որ մենք հասել ենք այսօր մի իրավիճակի, որ Հայաստանը ոչ միայն ընդունում եւ պատվում է մեր թշնամիներին, մարդկանց, ովքեր մեր պետության հանդեպ կատարել են թշնամական գործողություններ, այլև իշխող կուսակցությունը եւս Հայաստանի կառավարիչները այսօր շատ ավելի մեծ Ադրբեջանի իրավունքների պաշտպաններ են հանդիսանում, քան որևէ մեկը։ Շատ խոսվեց այն մասին, ես Եվրանեստից խոսքը բացեցի, ձեր թույլտվությամբ շարունակեմ, շատ խոսվեց այդ մասին, որ Ադրբեջանի պատվիրակությունը չեկավ, բայց Ադրբեջանի պատվիրակության բացակայությունը որևէ կերպ չզգացվեց, որովհետև հենց իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց արցախցիների իրավունքները պաշտպանող փոփոխությունների առաջարկին, որը առաջարկվել էր, գիտեք, ընդունված զեկույցում։ Մենք այսօր գտնվում ենք նվաստացման այն աստիճանի վրա, որը 10 տարի առաջ անգամ պատկերացնել էլ չէր լինի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայ ժողովուրդը չպետք է վախենա ադրբեջանցիների իբրև թե իրենց պատմական հողեր վերադառնալուց եւ հայտարարեց, որ Սևանը ոչ ավելի ոչ պակաս կոչվում է Գյոլչա։
Դրանի պատասխան Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ փոխանակ հակադարձային Իլհամ Ալիևին, ըստ էության ստանձնեցին նրա փաստաբանի դերակատարումը, խոսքը թե Ալեն Սիմոնյանի մասին է եւ թե Նիկոլ Փաշինյանի մասին է։ Այնուամենայնիվ խոսենք Ալիևի հայտարարության տողատակերի եւ նպատակադրումների մասին։ Օգոստոսի 8-ից հետո նրանք շարունակաբար հայտարարում էին, որ խաղաղության տարածաշրջանը այլևս խաղաղություն է, սակայն հիմա Ալիևը նորից ստեյության ցույց է տալիս իր նպատակադրումները։ Շատ ցավալի է այն, ինչին մենք եկանք հասանք, ցավալի է այն առումով, որ բազմիցս այս մասին զգուշացվել է, որ Ալիևին զիջելով այն ամենը, ինչ ինքը պահանջում է, այնուամենայնիվ մենք վերջում կանգնելու ենք մի իրավիճակի առջև, երբ Ադրբեջանն ունենա շատ ավելի ուժեղացված դիրքեր, քան ունեցել է նախկինում, եւ անցնի իր իրական բառապաշարին, ռազմական այդ արտահայտություններին, որին սովոր է եւ ի վերջո ցույց տա իրական նկրտումները, որը թուրքական երկու պետությունները տածում են մեր տարածաշրջանի հանդեպ։ Տեսեք, մեծ ցավով պետք է նշեմ, բայց այս ժամանակաշրջանում Ալիևը ինչի մասին խոսել է, չի խոսել օդում եւ չի խոսել ինչ որ աննպատակ։ Նա խոսելով տարբեր երևույթների մասին հետագայում ստացել է այն, ինչի մասին խոսել է։ Խոսքս թե Զանգեզուրի միջանցքի մասին է, թե Արցախի մասին է, թե ադրբեջանցիների վերադարձի մասին է եւ հիմա էլ արդեն խոսվում է Գեղարքունիքի մարզի որոշ մասերի հանդեպ իրենց նկրտումներին եւ ինչը ավելի կարեւոր է Սևանա լճի ջրօգտագործման բաժանման մասին, ինչին եւ տանում է այս ամենը։ Մենք գիտենք, որ աշխարհաքաղաքական քարտեզի վրա ջրօգտագործումը այսօր հանդիսանում է բավականին լուրջ խնդիր եւ այո, Ալիևը անելու էր ամեն ինչ, որ նաեւ ունենար ուղիղ ճանապարհ դեպի Սևան։ Ես չեմ զարմանա, եթե 1-2 ամսից կամ 3 ամսից կամ գուցե ավելի շուտ Նիկոլ Փաշինյանը սկսի խոսել, որ ապա շրջափակման եւ խաղաղության հաստատման իր օրակարգում մեծ նշանակություն ունի համաշխարհային ինչ-որ որոշ թղթերի վրա հղումներ անելով մեծ նշանակություն ունի տարածաշրջանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը։ Ես չեմ զարմանա, եթե Ալիևը սկսել է խոսել Սևանա լճի մասին, ուրեմն դրա տակ արդեն հիմքեր կան։ Այստեղ շատ ավելի տեսանելի պետք է լինի մեր ժողովրդի համար Նիկոլի եւ Նիկոլի շրջապատի պահվածքը։ Նրանք այսօր Ալիևին ավելի ջերմեռանդ են պաշտպանում, քան կպաշտպանեին սեփական ծնողները Ալիևի, որովհետեւ եթե Ալիևը բաց տեքստով խոսում է արդեն Հայաստանի տարածքների հանդեպ իրենց իրավունքների մասին, կարելի է նույն ներքին լսարանի համար, ինչպես ասեց Ալեն Սիմոնյանը, դա շատ ծիծաղելի է, որովհետև ներքին լսարանի համար այդպիսի հայտարարություններ չեն անում։ Նույն մեր ներքին լսարանի համար կարելի է պատասխանել եւ պատասխանել կոպիտ, որովհետեւ սկսած հնագույն ժամանակներից, օրինակ Հռոմի կենտրոնական փողոցների պատերից մեկի վրա Հայաստանի մեծ քարտեզի Ֆլորենսի Պիացցա Վեկոյում գտնվող Հայաստանի ես պատմական քարտեզների օրինակներ եմ հավերում, պատասխանները Ալիևին կարող էին լինեին շատ ու շատ, փոխարենը ինչ եղավ, Նիկոլ Փաշինյանը խայտառակ մի ճանապարհ ընտրեց, սարսափելի մի ճանապարհով գնաց, նա մի գծի վրա դրեց Արցախը եւ Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող Վարդենիսը։ Նա բերեց օրինակ, որ ադրբեջանական խոսույթի մեջ կա Բասարգեչար, մեր խոսույթի մեջ կա Արցախ, կա Կովկասական եւ այլն։ Միայն թշնամու մտքով կարող էր անցնել զուգահեռներ տանել այդ երկու երևույթների միջև, որովհետև եթե ադրբեջանցիները խորհրդային ժամանակաշրջանում սակավաթիվ գյուղական բնակչություն ունեցել են, սակավաթիվ կրկնում եմ Վարդենիսի շրջանում, Արցախը պատմական հայկական հողն է, մեր հայրենիքն է, բնակեցված է եղել 75 եւ ավել տոկոս հայերով,
այն ծայրահեղ ժամանակաշրջաններում, երբ եղել են Ադրբեջանի իշխանությունների տակ, այսինքն նպատակը գնում է հստակ, այն ինչի մասին 7 տարուց ավել ես իմ գործընկերները շատ վերլուծաբաններ խոսում են, այսօր Փաշինյան Նիկոլը անգամ չի էլ թաքցնում, խոսքը գնում է Ադրբեջանի իրավունքների հաստատումը ոչ միայն Արցախի նկատմամբ, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Տեսեք, շատ վատ արտահայտություն օգտագործեց Նիկոլ Փաշինյանը նաև այդ նախադասության մեջ, ասելով, որ Ադրբեջանի տարածքների մասին մենք էլ ենք կիրառում հայկական տեղանուններ, այսինքն նա եւս մեկ անգամ իր այդ կնիքը դրեց, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Ես զարմանում եմ ուղղակի, մինչև երբ մենք կարող ենք հանդուրժել նման թշնամական պահվածք Հայաստանի իշխանությունների կողմից։ Սա պետական դավաճանություն չէ, ձեզ։ Սա կլասիկ պետական դավաճանություն է, որովհետև Հայաստանի էլի հղում անենք մայր օրենքին, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երկրի ղեկավարը պետք է լինի ինքնիշխանության պահապանը, անվտանգության պահապանը։ Այստեղ շատ հետաքրքիր իրեն պահեց պաշտպանության նախարարը, Սուրեն Պապիկյանը, ով պարզապես մի նախադասությամբ կարողացավ դուրս դնել իրեն իշխանական գծից եւ ասաց, որ այո, Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմաններին։ Այսինքն սրանից հետևում է, որ Ադրբեջանը սահմաններում խաղաղ չէ, իսկ այն Ադրբեջանը, որը այսօր է, այսինքն բոլոր այն բարձրադիր դիրքերը, կարևոր ռազմավարական դիրքերը, որոնք Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հանձնվեցին Ադրբեջանին եւ ադրբեջանական դրոշները շատ տեսանելի են տարբեր վայրերում, սկսած Իրանցից վերջացրած Կապանով, այդ Ադրբեջանը այսօր շատ ավելի վտանգավոր թշնամի է մեզ համար, քան այն Ադրբեջանը, որը կար 20 թվականից առաջ։ Եթե անգամ Նիկոլի պաշտպանության նախարարն է փաստում, որ հռետորաբանություն է փոխվել, փոփոխությունները շարունակական են լինելու եւ լինելու են ոչ մեր օգտին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրները ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ձեզ հետ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։